Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված 4 հենասյունային ուղղություններին, Կամո Ցուցուլյանը նշել է, որ գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանմամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում, նա փաստել է, որ թեև գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք պետք է զարգացնել։ Ծառայության որակի շարունակական լավարկման նպատակով ոստիկանության պետը հրահանգել է առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստումներին։ Նա ընդգծել է, որ գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները պետք է լինեն հիմք, որի վրա անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել հմտությունները։ Կամո Ցուցուլյանը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։ Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը նշել է, որ գվարդիայի ձևավորման առաջին իսկ օրվանից անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր ի նպաստ իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության, իսկ բաց թողումները մշտադիտարկվում են եւ հետեւողականորեն շտկվելու են։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաեւ ծառայողական բնույթի այլ հարցեր։